Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցում աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններն են։ Նախապես հայտարարված 4 տեխնացուի փոխարեն պաշտոնի համար պայքարում է 3-ը, մեկն ինքնաբացարկ է հայտարարել։ Ընտրական հանձնաժողովի նախագահը բացում է կնիքը, հանձնաժողովի անդամներն ու տեխնացուների վստահված անձինք տեղում են, ահա եւ առաջին ընտրողները։ Իմ նախընտրած տեխնացուի օգտին քվեարկել են եւ հուսով եմ նա կարդարացնի սպասելիքները։ Այստեղ ամեն ինչ այնպես է, ինչպես իսկական ընտրություններում աշակերտներն առաջադրել են իրենց տեխնացությունը, կազմակերպել նախընտրական ակտիվ քարոզարշավ հանդիպումներ, որոնց ժամանակ քննարկել են նախընտրական ծրագրերը, տվել նախընտրական խոստումներ։ Ընտրություններին մասնակցում են դպրոցի ավագ դասարանների աշակերտները եւ ուսուցիչները։ Ընտրության ընթացքին հետևում է ընտրական հանձնաժողովը։ Ընտրությունները անցնում են առանց սխալների, անկողմնակալ եւ արդար։ Յուրաքանչյուր ընտրվող անձ ունի իր դիտորդը, վստահված անձ է, որը պաշտպանում է իր շահերը, այսինքն թույլ չի տա, որ ընտրությունները կեղծիքով անցնեն։ Ընտրություններին մասնակցեց դպրոցի 130 աշակերտ եւ 30 ուսուցիչ։ Գենդերային հավասարությունը այստեղ գործել է։ Տիգրան Թովմասյան, Սեյլան Թովմասյան, Աննա Բեկչյան եռյակից ընտրողները նախընտրությունը տվել են Աննա Բեկչյանին, հավանության էր արժանացել հենց նրա նախընտրական ծրագիրը։ Նոր միջոցառումներով նախաձեռնություններով բարձրացնել դպրոցի հեղինակությունը, բարբերաբար քննարկել աշակերտներին հուզող հարցեր եւ անհրաժեշտության դեպքում դիմել դպրոցի տնօրինությանը։ Աշակերտական խորհրդի նորընտիր նախագահը 2 տարի ունի նախընտրական խոստումներն իրականացնելու համար։ Թիվ 17 ավագ դպրոցում ընտրություններ կազմակերպվում են արդեն երկրորդ անգամ։ Ծրագիրն իրականացվում է ընտրովի դպրոցներում։ Ընտրությունը քոնն է նշանաբանով եւ կրթության գիտության նախարարի հրամանով։ Աշակերտական խորհրդի նախագահն ըստ էության դպրոցի падգամավորն է։ 2 տարի պարտավորվում է ապրել դպրոցի հոգսերով, վերհանել խնդիրները, դրանք հասցնել տնօրինությանը։ Աշակերտական խորհուրդը մեր դպրոցում մեծ դեր է կատարում, նույնիսկ մասնակցում են մինչև մանկավարժական խորհրդի նիստերին, պարտադիր ծնողական ժողովներին են հրավիրում աշակերտական խորհրդի անդամներին, նրանք կարողանում են հարցեր առաջադրել մեզ, մեր թերությունները բացահայտել իրենց ծրագրերով, իրենց ծրագրերը մենք արդեն կարդացել ենք։ Սա աշակերտների համար նաև առաջիկա ընտրություններին նախապատրաստական գործընթաց է, որը ցույց տվեց, որ նրանք այդ ընտրություններին պատրաստ են, մեկ տարբերությամբ սակայն ծննդյան վկայականներին 2 տարի անց կփոխարինեն անձնագրերը։ Աննա Պեչենևսկայա, Վազգեն Մինասյան, Ֆորտունա, Լոռու մարզային հեռուստաընկերություն, Լուրեր։